Արդեն կողմնորոշվել եք, ում եք վստահել։ Այո, Ում եք վստահելու։ Սարիկ Մինասյանին։ Ինչ հատկություններ պիտի ունենա քաղաքապետը։ Ինքը շատ լավ հորնմոր որդի է, լավ է անձնավորություն է։ Ինքը սոցիալությունն աշխատի, այնտեղ սաղ մարդիկ գոյն եղել։ Մալեցում 진짜 բեդամախ չի թողել։ Ամենքն իրենց խոստումներն են տալիս ու չգիտես ոնց կլինի գերույս։ Իսկ ինչպիսի հատկություն պիտի ունենա ապագա քաղաքապետը, ինչպիսի հատկանիշներ։ Դե ինչքան հասկանում եմ լավ, քանի որ մեր գյումրեցին է ու վստահում ենք, բայց ինչքանով Շատ ում, օրինակ ես բային որ անում շատ Սարիկ Մինասյանին, քանի որ հենց ասում եմ մեր գյումրեցին է, վստահենք։ Աղջիկ ջան, ռազեմ կենտրոնների համար պրիսես։ Որոշել ում եք ընտրում։ Չէ։ Կարող պատահ չերտամել է ջան։ Չեմ ուզում։ Որոշել եք արդեն ում եք ընտրելու։ Չէ, չեմ ուզում, աղջիկ ջան, դի կախնիկ է։ Բայց ինչ հատկություն պիտի ունենա քաղաքապետը։ Խապեպա չեղնի, ամենակարգավորը։ Մեկի առողջ մարդ է։ Հիվանդ չենի ուղեղից։ Դեռ ճիշտ ասած չեմ որոշել, քանի որ դեռ չգիտեմ։ Բայց 9 տեխնացուներից կա մեկ անուն, որին մի փոքր ավելի շատ եք վստահում։ Դե մի փոքր ավելի շատ վստահում եմ Ռուբեն Մխիթարյանին։ Եվ ինչպիսի հատկանիշներ պիտի ունենա քաղաքապետը։ Դե գիտեք ինչ, ցանկալի է շատ լավ, բայց ես չգիտեմ ինչ ասեմ, որովհետև Ինչպիսի քաղաքապետ պիտի լինի քաղաքի համար։ չեմ կարող դա ասել։ Դե ես քաղաքից եմ, բոլորն է քաղաքի մարդ են, բոլորն է ճանաչում ենք դեմքով, բայց կոնկրետ չեմ որոշել։ Իսկ ինչպիսի քաղաքապետ պիտի լինի, ինչ հատկանիշներ պիտի ունենա։ Շատ լավ, որ խոստումներին համաձայն, որ խոստումները կատարած են, ուրեմն լավ քաղաքապետ էլի։ Ձերը սունյա կապե չանդրե։ Ոչ կպեի։ Բաում։ Որ ուզում եք։ Իսկ ինչպիսի քաղաքապետ պիտի լինի, որ գոհ լինենք։ Մտածավ, մտահոգ։ Մեր խնդիրներին տեղյակ։ Ում եք ընտրելու ավականուն ընտրում։ Դե երևի խիստ ազնական է։ Իսկ ինչպիսի հատկանիշներ պիտի ունենա քաղաքապետը։ Շատ լավ է։ 9 տեխնացուներից ամենաշատը ով ձեզ վստահություն ա ձեր մոտ նշում։ Դե կախնիկ է ազգան։ Ինչպիսի պիտի լինի նա, որ ձեր վստահություններ սնչի։ Դե մեր քաղաքը գոնե գործեր ունենան, աշխատանքային տեղեր ունենան։ Այսինքն քաղաքապետը պիտի ստեղծի աշխատատեղեր։ Ահա, անպայման։ Որոշել ենք, Ում եք վստահում։ չեմ ասի։ Իսկ ինչպիսին պիտի լինի քաղաքապետը։ Ինչպիսի հատկանիշներ պիտի ունենա։ Մարդկային։ Օժտված լինի մարդկային բոլոր հատկանիշներով։ Ում եք իհարկե։ Կախնի է։ Դեռ չեմ որոշել։ Բայց որ անունն է, որ ավելի շատ է վստահություն ձեր։ Նման անուն հələ չկա մոտս։ Իսկ ինչպիսին պիտի լինի նա։ Շատ լավ պետք է լինի։ Մեր քաղաքը պետք է լավ քաղաքապետ ունենա։ Իսկ արդեն որոշել եք ում եք ընտրելու քաղաքապետ։ Չէ։ Ես արդեն ընտրել եմ։ Ում։ Հիսուս Քրիստոսին։ Որ չպատասխանեմ կլինի։ Կլինի, բայց գոնե ասեք ինչպիսին պիտի լինի նա։ Ինչպիսին, որ կարողանա ժողովրդին տիրություն անել ճիշտ։ Ինչքան մեր ժողովուրդը արժանի է դրան, էլի։ Բայց ձեզ կա այդ 9 անվան մեջ գետ մեկ անուն, որ կարող է դիրություն անել։ Երևի որ կա։ Չեմ կարող անուն տալ։ Ոչ մեկին։ Որովհետև ոչ մեկին։ Այո, Ով է այդ բախտավորը։ այդ բախտավորը կախնիկ է, Գերոյջան։ Դիգնդրությունը պես բան է, ամեն մարդ իր կարծիքն ունի, իր քվեն ունի։ Դեր կա։ Ինչպիսին պիտի լինի քաղաքապետը։ Կայուն քաղաքացիների վստահությունը չկորցնեմ։ Մնացածինը մաղթում եմ հաղթանակ, ով որ արժանի է թող անցնի։ Անկախ նրանից ինչ կուսակցության է պատկանում ինքը։ Ման գնա։ Ում եք պատրաստվում ձեր վստահության քվեն տալ ընտրություններում։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Չէ։ Հեշ ոչ մեկ։ Իսկ ինչպիսին պիտի լինի քաղաքապետը ըստ ձեզ։ Պիտի ժողովրդին նայ, այդ է կարևորը։ Մեկ է ես պիտի բան կծախեմ, ապրանք կծախեմ Խաչապուրի։ Եկուս մեկ լով է կուզեղնի, ես էդիկ պիտի ենեմ։ Ես տարիքից 73 տարեկան եմ։ Մեր լավ բանում չկա, 46,000-ով հնարավոր է ապրել։ Ոչ մեկին։ Արտանի։ Դա կաղնիկ է։ Իսկ ինչպիսին պիտի լինի քաղաքապետը։ Խելացի։ Կա այդ 9-ի մեջ մեկը։ Ոչ։ Չեմ կարող ասել, կապրենք կտեսնենք։ Ոչ մեկին։ Չէ, նախընտրություն եմ։ Գախնիկ է, դա իմ գախնիկն է։
Իսկ ինչպիսին պիտի լինի քաղաքապետը, որ դուք դնան ձայն տակ։ Քաղաքապետը խոստվածները կատարե ամենակարևորը։ Ու նախկիններից, հներից, ես իմ ձայնս հներից պետք է տամ, ես նորերից արդեն կուշտ եմ, սուտ խոսալներուց կուշտ եմ։ Առաջ ով որ եղել են, նրանք է կլինեն։